Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն մեր տաղավարի գալու համար։ Դուք մասնակցել եք 2026 հունիսի 7-ի ընտրություններին, թեև չեք հաղթահարել ազգային ժողովի ժողով անցնելու շեմը 21500 մոտավորապես այդքան ձայն եք ստացել, այնուամենայնիվ ի սկզբանե եղել եք ողջ նախընտրական եւ ընտրական թոհուբոհի մեջ։ Ինչպես է գնահատում այդ գործընթացը եւ բուն ընտրությունները։ Դասական լիբերալ Թալիբանի ոճով բռնություններ, ատելության խոսք, վարչական ռեսուրսի համակարգված չարաշահում, ընտրակաշառքի դեպքեր, քաղաքական հետապնդումներ, այն ողջ թանձր սոուսով, որով լինում են ընտրություններ են միջավայրերում, որտեղ դեմոկրատիայի մասին քիչ պատկերացում կա։ Կարող եք առանձնացնել իշխանությունը ինչ արեց, ընդդիմությունը ինչ արեց։ Իշխանությունը համակարգված չարաշահել վարչական ռեսուրսը, քաղաքական հետապնդումների եւ ճնշումների այ ենթարկել ընդդիմախոսներին, դիմել մեդիա մանիպուլյացիաների, կեղծիք է գեներացրել, ատելության խոսք է գեներացրել, ներհանրային թշնամանք է գեներացրել, ընդդիմադիր հատվածը արժանավատ կասկածներ կա, որ ընդդիմադիր հատվածում ընտրակաշառք բաժանելու փորձեր են եղել, մարդկանց կամքի վրա ազդելու այլ մեթոդներ են կիրառվել, այդ թվում էապես կարգով զիջող իհարկե իշխանության արածին, բայց ատելության խոսք է կիրառվել, մեդիա մանիպուլյացիաներ եւ այլն։ Դրանք ազդել են թե իշխանության, թե ընդդիմության այդ բոլոր գործողությունները ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ ընտրությունների արդյունքների վրա ավելի շատ որ թևի այդ գործողություններն են ազդել իշխանության, ընդդիմության։ Բնականաբար ընտրությունների արդյունքների վրա ամենաշատը ազդել են իշխանության գործողությունները, երկրորդ տեղում ընտրությունների արդյունքների վրա ազդել են իշխանության անգործությունը, երրորդ տեղում նոր ընդդիմության կողմից թույլ տված չարաշահումները, բայց ընդհանուր առմամբ ընտրությունների ինչպիսին լինելու պատասխանատուն միշտ իշխանությունն է, իշխանությունը նախ եւ առաջ մեծ սիրով ու լայն համակարգվածությամբ խախտել է ընտրական բոլոր գրված ու չգրված կանոնները եւ երկրորդ այդ միջավայրում, որը ինքը ստեղծել է, նաեւ բնականաբար հետեւողական չէր կարող լինել մյուսների թույլ տված խախտումներին։ Մարտեր էր դա առանց կանոնների, դա խոշոր հաշվով անակնկալ չէր, մենք երբ որ բոլորին դեմ եմ ով հանդես բերեցինք մեր օրակարգը, մենք հենց դրա մասին էինք խոսում, որ այս միջավայրում ընտրություն չկա, դրա համար մենք բոլորին դեմ ենք։ Դուք տեսաք, որ ձայների հաշվարկման այդ գիշերը հաջորդ առավոտյան նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մերթ անցնում էր 4%-ի այդ շեմը, որ ազգային ժողովում ֆրակցիա ունենար, խմբակցություն ունենար, հիմա արդեն շատ չնչին ձայներով, ընդամենը 60 ձայնով չէր անցնում են այս պահի դրությամբ 3 ուժեր, քաղաքացիական պայմանագիրը իշխանական, Հայաստան դաշինքը եւ երկրորդ տեղում ուժեղ Հայաստան դաշինքը նույնպես։ ԲՀԿ-ի դեպքում ինչ ձեր կարծիքով ինչ կարծիք ունեք այնուամենայնիվ ինչ է տեղի ունենում ԲՀԿ-ի դեպքում։ Ես որևէ մանրամասն փաստարկներ չունեմ, թե ինչի համար է իրանց այդ 60 ձայնը պակասում, որովհետև քիչ են գրել, որովհետև կեղծել են ինչ որ ընտրատեղամասում եւ այլն եւ այլն։ Ես տեսել եմ, որ ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ քաղաքացին ինչ քվեարկել է դա հայտնվել է քվեատուփում, բայց այն թե քաղաքացին ինչպես է հասել այդ ընտրատեղամաս եւ ինչու է կատարել այն ընտրությունը, որը կատարել է, դա արդեն մեծ հարց է արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ անվան տակ տեղավորվում է, թե չի տեղավորվում։ Միջավայրը դա է եղել, ԲՀԿ-ն եւս ընտրությունների կոնտեքստում եւ առհասարակ իր անցած քաղաքական ուղու ընթացքում այնպես չի որ նպաստել է ավելի լավ ընտրական միջավայր ունենալուն։ Ես իմ գնահատմամբ ԲՀԿ-ն այդ քաղաքական արատավոր համակարգի մասն է, պարզապես ամեն ընտրություններին կարտերը բաժանելուց երբեմն զոհի, երբեմն
ճնշողի կարգավիճակաբաժին ընկնում այդ համակարգի մասնիկ ուժերին, ԲՀԿ-ի ձեռը այս անգամ լավ չէր նստել։ Շատ լավ, բգին դեր կանադառնանք ու նաև Գագիկ Զարուկյանին, ձեր ներկայացուցիչները հանձնաժողովում այդ ընտրությունների գիշերը, ոչ միայն գիշերը, այլ ընդհանրապես ընտրությունների ընթացքում ինչ էին ասում։ Օրինակ, այն նույն ընտրատեղամասերում, որտեղ որ վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին արդեն հայտնաբերվել է լրացուցիչ 140 քվ, որը կարող է գումարվել նրանց եւ ավելին քան 60 այդ քվեն, որը արդեն պակասում էր, որ նրանք ազգային ժողով անցնեին, այդ նույն տեղերում գրեթե 1000 ձայնի չափ ավելացել են նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Սա անփութություն էր, թե որոշակի դիտավորյալ ինչ-որ մի բան ըստ ձեզ։ Ամեն հաջորդ համարի ձայն գրվել է նախորդ համարի վրա։ Չարենցավանի այդ երկու տեղամասերում ըստ ԿՀ-ի տվյալների իշխանությունը վերցրել է ԴՕԿ-ը, առանցքային ընդդիմություն եղել ենք մենք։ Այսինքն, որովհետև ԴՕԿ կուսակցությանը գրվել է ԿՊ-ի ձայները, մեզ գրվել է ուժեղ Հայաստանի ձայները։ Եվ այդ ամեն ինչը անուշադրություն, անփութություն, տեխնիկապես մեկնաբանում են այսպես, որ քանի որ ռեֆորմիստների ձայները 0 ա եղել, թվեր սկսել են լրացնել երկրորդ համարի ձայները առաջինին գրելով, այսինքն մեր ձայները գրվել է ռեֆորմիստների դիմաց, մեր դիմաց գրվել է ուժեղ Հայաստանի ձայները, Գուրգեն Սիմոնյանի ձայները գրել են ուժեղ Հայաստանի, շփոթել են։ Ես համընդհանուրի մասին չեմ խոսում, Չարենցավանի կոնկրետ երկու տեղամասի մասին եմ խոսում։ Այդ երկու տեղամասում հստակ կարելի է այդ կապը տեսնել, որ ձայները մի տեղով վերև են գրել։ Ինչու, որովհետև քարոզչական նպատակ ա եղել ցույց տալու, որ բան X-ը չի անցնում, Y-ը անցնում, ուզեցել են կեղծեն, թե տեխնիկական սխալ է, ես դա չեմ կարող ասեմ։ Ես տեսնում եմ, որ ընտրությունների արդյունքների վրա ազդելու ծանր ռազմավարությունը եղել է մինչև քվեարկության օրը։ Դրսում ԿՊ-ն ամեն ինչ արել է արդյունքների վրա ազդելու մինչև ընտրության օրը։ Ես չեմ կարծում, որ այդ հեշտ բացահայտվող խնդիրը իրական խնդրեմը պիտի լիներ, ավելի շատ, եթե այդտեղ նույնիսկ դիտավորություն կա, ես կարծում եմ դիտավորությունը կայանում է նրանում, որ հեշտ բացահայտվող ինչ-որ խայծ գցեն դրա շուրջ աղմուկ բարձրանա այդ հարցը լուծեն, ասեն վերջ, բոլորի բարձրացրած մտահոգությունները լուծվել են։ Մինչդեռ իրական խնդիրը այն է, թե ինչ ա եղել մինչև քվեարկության օրը։ Իսկ մինչև քվեարկության օրը եղել է հետևյալը. մարդկանց ձեռներին կանդալներ են հագցրել, բերանը փակել են, բաժանել են կարտեր, այդ կարտերը բացած դրել են, տեսել են, եթե շատ վատնա իրանց հարմար չի այդ դասավորությունը, այդ մարդկանց կարտերը մի հատ էլ ձեռքներից վերցրել, թազա են բաժանել, որ հաստատ երաշխավորված լինի, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենալու։ ԿՊ-ն դասավորել է բացարձակ իրան հարմար ընտրական քարոզչական միջավայր։ Ընտրական քարոզչական միջավայր, բայց այնուամենայնիվ, որքան էլ որ ԿՊ-ն անցավ հաղթեց ամեն դեպքում, այնուամենայնիվ չհաղթեց այնպես, ինչպես որ ինքն էր ուզում, եւ սահմանադրական մեծամասնություն չկազմեց։ Սա ինչ խնդիրներ կարող է առաջացնել ու մինչև խնդիրներին հասնելը ինչու չստացվեց ԿՊ-ին սահմանադրական մեծամասնություն ստանալը, այլ ընդամենը հաղթեց։ Որովհետև Հայաստանի քաղաքացիները դադարել են աշխարհին նայել այնպես, ինչպես նայում է Նիկոլ Փաշինյանը։ Դա է պատճառը։ Մարդիկ գնացել են ընտրության, մարդիկ քվեարկել են ոչ քաղաքացիական պայմանագրի օգտին եւ հստակ ուղերձ են տվել, որ չի ստացվելու ձեր ուզած ու պատկերացրած ձևով մեզ մանիպուլացնել։ Այլ հարց է, թե այն ինչ քվեարկել են, ես դրա հետ հաշտ եմ, հաշտ չեմ, իմ դուրը գալիս է, չի գալիս, բայց փաստը այն է, որ մարդկանց մեծ մասը չի քվեարկել այնպես, ինչպես կուզեր Նիկոլ Փաշինյանը։ Բայց գրեթե կեսը, ընդհանուր մինչև կեսը քվեարկել են նրա օգտին եւ ԿՊ-ն հաղթել է ամեն դեպքում։ Դա տեխնիկական հաղթանակ է, այդ բացարձակ այդ նույն ցուցանիշով հաղթել էր նաեւ Սերժ Սարգսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն ինչ եղավ մի տարի հետո շատ հուզիչ էր։
կարծում եմ։ Ինչով է համեմատելի, դրան էլ կանդրադառնանք։ Տոկոսներով էր համեմատելի։ Այն ժամանակ իշխանությունը ստացել էր 49 ձայներ, հիմա էլ այդքան ստացել։ Այն ժամանակ առանցքային ընդդիմությունը ստացել էր 20 քանի տոկոս ձայներ, հիմա էլ այդքան ստացել, բացարձակ նույն Այն ժամանակ ավելի ուժեղ ընտրակեղծիքների մասին էին խոսում, դրսում գումարներ բաժանելով, ձայներ գնելով ու ամեն ինչ, քան թե հիմա կարող է խոսք գնալ։ Տեսեք, սրանից 3000 տարի առաջ մարդուն սպանում էին նիզակով, հիմա սպանում են դիպուկահար հրացանով։ Դրանից հանցանքի էությունը չի փոխվում, ընտրվում են այն մեթոդները, որոնք ավելի էֆեկտիվ, արագագործ եւ քիչ քարոզչական մեթոդ է դա։ Չէ, դրանք քարոզչական մեթոդներ չեն։ Քարոզչական մեթոդ չեն, որ տասնյակներով շտաբերի տարածքներ ես նվեր ստանում, եսիմ ինչի համար։ Քարոզչական մեթոդ չի, որ գործարարներին ծալում դնում ես տակդ, ով որ հաշտ չի քո քաղաքական գծի հետ, ստուգումներ ես բացում, բանտ ես նստացնում։ Քարոզչական մեթոդ չի, որ մրցակիցների շտաբի անդամներին տարբեր պատճառներով ընթորում մենակ ընտրակաշառքի թեմա չի, բանտ ես նստացնում, քարոզչական մեթոդ չի, որ բյուջեով չպլանավորված թոշակի բարձրացում ես անում, երբ որ 2 ամիս առաջ խրոխտ դեմքով ասում ես չի լինելու տենց բան, մենք չենք կարող տենց բան թույլ տանք։ Դրանք քարոզչական մեթոդներ չի, դա պետական բյուջեի հաշվին ընտրությունները հաղթելու համար օգտագործվող միջոցներ են, որը չի կարող որևէ դեպքում ընդունել լինել։ Բայց դա չեք էլ կարող ասել, որ դա ընտրակաշառք է, որովհետև դա առաջիկա տարիներին մինչև մյուս բարձրացումը մարդիկ այդ չափով կենսաթոշակը կստանան, չէ՞։ Դա Ես չեմ էլ ասել, որ դա ընտրակաշառք է, ես ասում եմ, որ դա վարչական ռեսուրսի համակարգված չարաշահում է, որի նպատակը ընտրություններում հաղթանակ տանելն է։ Դուք համատեցիք 17 թվականի ընտրությունների հետ, 17 թվականների ընտրությունները իմացանք, տեղյակ ենք ինչպես ավարտեց, հեղափոխությամբ ավարտվեց։ Այս ընտրությունների դեպքում ինչ ունեք կանխատեսումներ, առաջիկա 5 տարին թեկուզ եւ ընդդիմության հետ ինչ որ հակասությունների կամ լարվածությունների պայմաններում կավարտվեն այդպես, թե ինչ որ զարգացումներ կարող են լինել։ Ես չեմ կարծում, թե խորհրդարանից է գալու այս քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, եթե ընդդիմությունը գնաց խորհրդարան աշխատելու, իրանցից որևէ անակնկալներ պետք չի սպասել։ Դա եղել է միշտ այդպես է արել նաև այդ թվում Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքն է եղել ընդդիմադիր ֆրակցիա, դա Հայաստանի քաղաքական համակարգի էությունն է, ազգային ժողովի բնույթը եւ հարաբերությունների ձևը, ով էլ ենթադրում է, որ ինքը իր արունը մյուսներից կապուտ է, երևի առիթ կունենա առերեսվելու, որ դա այդպես չի։ Էդ է ազգային ժողով գնալու մեխանիկան, թե ինչա տեղի ունենում հետո։ Ինձ ու իմ նման մարդկանց սպասվում է լայնածավալ աշխատանք, որի հիմքերը դրված է, որը պետք է շարունակել։ Այդ որ այդքան ասում էին, երիտասարդությունը ակտիվ չի հետաքրքրվում, անտարբեր է եւ այլն, այդ անտարբերության պատը ջարդված է։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հետ շարի այդ պատը։ Մենք պետք է դա թույլ չտանք։ Սա աշխատանք է երկարաժամկետ, համակարգված ու միշտ անելիքի բնույթն ու ձևը իմանալով, որը մենք պետք է անենք, ու ես կարծում եմ հաջորդիվ մենք չենք ունենալու Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ եւ չենք ունենալու քաղաքացիական պայմանագիր անունով կառավարող ուժ։ Այն ընդդիմությունը, որ ուժեղ Հայաստանն է եւ Հայաստան դաշինքներ, այդ երկուսը ձեր կարծիքով կվերցնեն, ամեն դեպքում կան հորդորներ կամ կարծիքներ, որ կարող է եւ չվերցնեն կամ մի վերցրեք մանդատները, կգնան նրանք խորհրդարան դեռևս այնքանով որքանով ես եմ իրենց ճանաչում, իրենք պիտի որ վերցնեն այդ մանդատները։ Եվ այն, որ դուք ասում եք ամեն ինչ դրսից է լինելու, դա այդ ուժերի հետ ուժերով չի պայմանավորվում, նրանք չեն անելու, այլ ուժեր են անելու։ Եթե իրանք վերցնեն մանդատները, փոփոխություն բերողը իրանք չեն լինելու։ Իսկ թե ով կբերի այդ փոփոխությունները, կախված է առաջիկա 1-1.5 տարվա աշխատանքից։ Փոփոխություններ լինելու են, ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Մեզ պետք է հասունացնել միջավայր, որում Նիկոլ Փաշինյան չընտրելը լինելու է նորմալ, որտեղ Նիկոլ Փաշինյանին ընտրելու պատճառները
չեն լինելու լեգիտիմ, որում քաղաքացիները պահանջելու են փոփոխություններ, իսկ իշխանությունները չեն կարողանալու այդ փոփոխությունները իրականացնել, իսկ մեզ հայտնի է թե ինչ է լինում, երբ ժողովուրդը պահանջում է, իսկ իշխանությունը չի կարողանում։ Իսկ դա դուք պատրաստում եք անել կամ դա կանխատեսում եք 5 տարի հետո հաջորդ հերթական ընտրություններին, թե մինչ այդ ինչպես եք Ցանկալի է մինչ այդ, մնացածը կյանքի ցանկալին այլ հարց է, այլ հասունացած լինելը այլ հարց է, կամ հասարակական պահանջ լինելը այլ հարց է։ Մենք փորձելու ենք դա հասունացնենք օր առաջ, չեմ կարծում, թե 1 տարուց ավելի շուտ հնարավոր է դա անել, աշխատանքա դա։ Ինչու դա ինչ, հա, աշխատանքի համար։ Եվ աշխատանքից ավելով պայմանավորված, եւ որովհետեւ ընտրությունները լիցքաթափում են հանրային էներգիան, եւ այդ էներգիայի կուտակման համար ժամանակ է պետք, եւ ժամանակ է պետք, որ հասարակությունը հասկանա, որ այն որ ասում են թողեք աշխատեն, այդ աշխատանքը ոչ ընդդիմության խորհրդարանական ոչ էլ իշխանության իրանց սրտով չի լինելու, դա ժամանակ է պահանջում, ինչեւ մարդիկ արձանագրեն, որ չէ, որ սենց գնան, այնց չի լավա լինելու։ Այսինքն 1 տարի հետո առնվազն դուք խոստանում եք, որ փողոցային պայքար եք սկսելու։ Ես նման խոստում չեմ տալիս։ Մենք երիտասարդներ ովքեր ենք։ Մենք 3-4 շաբաթում կհստակեցնենք ինչ ենք անում հետո։ Կսկսենք աշխատել դրա վրա, դա կունենա տեսանելի եւ ոչ տեսանելի դրսեւորումներ։ 1 տարի հետոյի կանխատեսումը նրա շուրջը, որ հասարակությունը պատրաստ կլինի նոր քաղաքական զարգացումների, ինչպիսին կլինեն այդ նոր քաղաքական զարգացումները, ասենք ինչ որ հանրային պահանջի շուրջ ստորագրահավաք հանրաքվե կլինի, ինչ որ բանի ընտրություն կլինի, փողոցային պայքար կլինի, քաղաքացիական շարժում կլինի ինչ որ բանի դեմ, դա process-ը։ Իսկ վստահ եք, որ կլինի 1 տարի հետո կամ 1.5 տարի, 2 տարի հետո իշխանությունները կարող է ճիշտ է, դեռ ընտրություններ չեն լինելու, բայց կարող են նորից թոշակը բարձրացնել եւ դա լավ կլինի, կարող են շատ այլ բաներ անել, աշխատավարձ բարձրացնել, կարող են բարեկարգումներ ինչ որ անել, ամեն դեպքում եւ դուք կարող եք դա համարել վարչական լծակի օգտագործում, նրանք էլ կարող են ասել, որ դա մեր խոստումների կատարումն է, մենք կատարել ենք եւ դա հաշվետվություն է լինելու եւ ժողովրդի մեջ փոփոխությունների տրամադրություն կարող է չլինել։ Հիսեր Աստծո, ես այս ժողովրդի թշնամին չեմ։ Իշխանությունը կարող է սարքել հրաշալի երկիր եւ մարդիկ միշտ ընտրեն նրան։ Թող սարքի, թող մարդիկ ընտրեն։ Ես գուցե կունենամ այդ ժամանակ ուրիշ պահանջմունքներ, որը ինքը չի բավարարի, բայց դա է հասարակության մեջ ապրելու բանաձևը, ինչ որ մարդկանց ինչ որ բաներ դուր է գալիս, ինչ որ մարդիկ անհամաձայն են լինում, նրանք ովքեր անհամաձայն են լինում, փորձում են համոզեն շատերին կամ ստացվում է կամ չէ։ Դուք ասում եք իշխանությունը լիքը դրական փոփոխություններ կբերի եւ մարդիկ կարող է բերել, ես վստահ չեմ։ Եվ մարդիկ դա կգնահատեն, իսեր Աստծո, թող բերի այնպիսի փոփոխություններ, որոնք 10 տարի հնություն ունեցող արդեն իշխանության հանդեպ մարդկանց ծերը կվերարտնասնեն։ Թողանի։ Շատ լավ, այնուամենայնիվ, մինչև կլինեն արտահերթ կամ հերթական զարգացումները, այս իշխանությունները աշխատելու են իրենց հասած մանդատների շրջանակներում, որոնք չեն բավարարում, արդեն գիտենք, շատ բաների համար։ Նախագահ չեն կարողանա ընտրել 1-2 տարի հետո Ստիպովին գործող նախագահի ժամկետները, լիազորությունների ժամկետները կավարտվեն եւ նոր նախագահի ընտրություն հարցը այլ պաշտոնյաների, այլ պաշտոնի ընտրովի պաշտոններ նույնպես չեն կարողանա, որոշ օրենքներ սահմանադրական չեն կարողանա ընտրել, ընդունել, ընդհանուր միջև այն սահմանադրական փոփոխությունները, որոնք կախված են մեր առջև առաջիկայում։ Ձեր կարծիքով ինչպես կարող է հաղթահարել իշխանությունը այս խնդիրը։ Նախ խորը կսկիծով եմ լցված, որ Վահագն Խաչատուրյանի նախագահության ժամկետը լրանում է, մարդը չհասցրեց նույնիսկ մի հատ սուրճ խմի։ Միշտեր այնքան բաներ ուներ նա դեռ անելու ազգի եւ հայրենիքի համար։ Հեգնում եք։ Չէ, լուրջ եմ ասում, մեր ոչի մեջ լուրջ եմ ասում։ Իսկ գալով բուն խնդրի էությանը Սերժ Սարգսյանը ջահել վաղտ մի հատ բան լավ խոսք ուներ, ասում էր մենք լավ ենք ճանաչում մեր հաճախորդներին։
քանի դեռ կա առնելու եւ ծախելու բան, միշտ վաճառականներ կգտնվեն։ Այն ժամանակ իսկապես այդ ուժերի մեջ կարելի էր ամեն դեպքում, ես չպնդեմ, բայց տպավորություն կար, Սերժ Սարգսյանը կարողանում էր, այդ ուժերն էլ դեմ չէին համագործակցության մեջ, բայց տվյալ դեպքում այն ընդդիմությունը, որը անցել է խորհրդարան, կարելի է այդպես ասել, հաճախորդ են արդյոք ուժը Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ զգուշա պետք վարվել, որովհետև այնտեղ մարդիկ տարբեր են արժեքները, անցած կյանքի ճանապարհը եւ ամբիցիաներն ու նպատակները, ում ինչա պետք է կյանքում։ Բայց ես մի բան գիտեմ, որ բացառված չի, որ նույնքան արմատական եւ հայոյախոս մարդիկ լինեն նրանց շարքերում, որքան օրինակ Գեգամ Նազարյանն էր։ Ամբողջ իշխանական ռոպագանդան այնքան վնաս չի տվել ընդհանուր ընդդիմադիր նարատիվին, որքան Գեգամ Նազարյանը։ Մնացած դատողությունները թողում եմ ձեզ։ Գանք նորից Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, դուք տեսաք, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր մեկնել Հայաստանից, նրան հենց օդանավակայանից ետ վերադարձրեցին, քրեական գործ էր հարուցված, հենց նույն օրը, եթե չեմ սխալվում, սա ինչ գործընթաց է Բարգավաճ Հայաստանի դեմ։ Կարող են նա իսկապես գնում էր, որպեսզի հնարավոր ինչպես կա քաղաքական հանրության մեջ կարծիք, թե պայմանավորվածությունից խուսափի իշխանությունը հետ բերեց պայմանավորվածության համար, թե իսկապես նա վաղուց պլանավորված այցուներ եւ գնում էր այդ օրը եւ ընտրություններից ընդ որում անմիջապես հետո եւ ընդհանրապես ինչ գործընթաց է հիմա տեղի ունենում Բարգավաճ Հայաստանի շուրջ, որովհետեւ ոչ միայն ընդդիմությունն, այլ նաեւ իշխանությունն էլ կարծեք թե իր գործունեությունը այսօր պայմանավորում է ինչ որ չափով նաեւ այդ կուսակցության հետ։ Աժկ անցնի, չի անցնի։ Տեսեք, ես չեմ ուզում էլի պապարացի ամսագրի ձեր տպավորությունը։ Ես չեմ ուզում պապարացի ամսագրի ոճով կանխատեսումներ եւ վերելուծություններ անել, իսկ ուր էր գնում նա օդանավակայանից կարևոր չի գնում էր ընտրություններից անմիջապես հետո։ Սպասենք փաստը կերևա, այդ մարդիկ լինում են խորհրդանում, թե չեն լինում, մնացածը դատողություններ են։ Ես տեսել եմ, որ ԲՀԿ-ն պայմանավորվելու ունակ քաղաքական ուժ է բառի երբեմն նեգատիվ իմաստով։ Մնացածը ժամանակն է ցույց տալու։ Իսկ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ չի միանալու։ Իհարկե դա նախընտրական շրջանում էր։ Ինչի է ստիպում վատ բաներ հիշում անցյալից։ Շատ անցյալ չէր, մի քանի օր, մի շաբաթ առաջ։ Այդ չէ, որ ասում եք հայտարարել է, որ բան չի միանալու, վատ հիշողություններ մոտս զարթնում մի քանի, ասենք 5 տարի առաջվա, 6 տարի առաջվա ու դրանից էլ ավելի առաջվա դրվագներ։ Ես կարծում եմ մարդը ունի մոռացված լինելու իրավունք, եկեք հարգենք այդ իրավունքը։ Իմաստ չկա դարակներից հանենք ոչ մի դեպքումի բոլոր օրինակները։ Պետք չի։ Ամեն դեպքում կարևորելով թե Գագիկ Ծառուկյանին, թե Բարգավաճ Հայաստանին այս շրջանում ինչ նշանակություն կարող է ունենալ նրանց կարծիքը կամ նրանց գործունեությունը, թե ընդդիմության, թե իշխանության։ Դա կարող է բարձրացնել 3-5-րդ ունենալու գինը եւ կարող է իջեցնել 3-5-րդ ունենալու գինը։ Նիկոլ Փաշինյանի համար կարծում եմ շատ ավելի հեշտ է պայմանավորվել ԿՊԱ-ական падգամավորների հետ, քան այլ քաղաքական ուժից բեկորատված падգամավորների հետ։ Նույն կարծիքն էլ հայտարարությունն էլ հնչել է նաև օրինակ Ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանն էլ ասում է մենք կփորձենք 7-8 падգամավոր իշխանությունից ներգրավել իրենց շարքերում եւ այդպիսով իշխանապողություն կարող է լինել։ Հնարավոր է ավելի շուտ որ տարբերակը կարող է հնարավոր լինել։ Ամենայն հարգանքով քաղաքականության ձգողական կենտրոնը դա գործադիր իշխանությունն է։ Մյուս քաղաքական կենտրոնը դա փողոցում ժողովրդական շարժումն է։ Գործադիր իշխանություն արդեն իսկ կա այսօր, իսկ փողոցում ժողովրդական շարժում դեռ հարցա թե երբ կլինի։ Հիմա մնացածը այն ժանրի հարցեր են, թե իսկ ում օգտին է աշխատում ժամանակը։ Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում այդ բան հաղթելու ենք հաջորդ վարչապետ եւ այլն, այս նարատիվները չհաշված համեստությամբ
աչքի ընկած անձնավորություն է, ես կարծում եմ այդ թեզը առաջ տանելու ճանապարհին չարժի մի քիչ էլ ավելացնել ինքնավստահությունը, որովհետև վատ տպավորություն կթողնի։ Պարզ է։ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշակի, այսպես կարելի ասել, նաև ծրագրային իր նպատակներին անդրադարձավ, ասելով, որ դատա իրավական բարեփոխումներից իհարկե խոսեց, հայտարարելով, որ եթե Գագիկ Ծառուկյան արդարացվել է, դուք գիտեք, որ 2017 թվականի քրեական գործով ընտրակաշառքի նա վերջերս ամիսներ առաջ արդարացվեց, ուրեմն դա հենց այնպես չի եղել, այսինքն առանց գումարի չի եղել, եւ որ դատարաններում դատավորներ կան, որոնք դեռևս մոտավորապես այսպես էր միտքը աշխատում են ընդդիմության հետ, եւ որ նորից հայտարարեց, որ պետք է մաքրվեն դրանք, եթե նրանք գումար են ստանում կամ ինչի համար ենք մենք գումար ստանում, եթե ոչ արդար դատավճիռներ են կայացվում։ Սա կարելի է նաև ծեծված համարել, կարելի է իշխանության պարտությունը իրավապահ համակարգի բարեփոխումներում անվանել կամ ինչու նորից այս հարցը տարիներ անց արդիական է։ Ուրեմն խոսքս չի վերաբերում կոնկրետ Գագիկ Ծառուկյանին դատած դատավորին, բայց ընդհանուր առմամբ էությունը հետևյալն է. եթե ինչ որ ապրանք ծախում են, առնում է նա, որ ավելի լավ գին կարա վճարի։ Նիկոլ Փաշինյանը ամեն շաբաթ դատավորներից առնում է իրանց խիղճը, արդարադատությունը ու մասնագիտական պատիվը։ Թող չզարմանան, որ դրա համար ավելի բարձր գին վճարելու դեպքեր կարան տեղի ունենան։ Չես կարա դու սարքես ծախ ու դատարան ու երաշխավորես, որ մենակ քեզ են ծախվելու։ Այդ մարդիկ ծախվելու են, էս հələ բանա, բողբոջներն է, երբ որ այդ մարդկանց գործող իշխանությունն է ծախու դատարան սարքել։ Այո, գործող իշխանությունը սարքել է ծախու դատարան, երբ որ արդեն 20 տարի կաշառքով ու քաղաքական նկատառումներով դաժան պատիժներ նշանակող դատավորներին մի բան էլ պաշտոնի առաջ խաղացման է տարել, սարքել իրենց համար հենարան, սարքել է ծախու դատարան, երբ որ մակագրման էլեկտրոնային համակարգին միջամտություն է արել ու սարքել է կանխատեսելի միջավայր, որ հստակ իմանան, որ ասենք կալանքի գործերը պետք է գնա Մասիս Մելքոնյանին, էտա։ Այդ մարդը, ասենք, տանը չագուչով գործանելուց պատահաբար կարա հարևան երեխեքին կալանավորի։ Ու այդ մարդու ֆունկցիան էտա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սարքել է այդպիսի դատարան, որ կարողանա քաղաքական հետապնդումների համար հենվի այդ դատարանի վրա։ Այն որ այդ մարդիկ ծախու դատավորներ կարան լինեն նրանց մեջ, միանգամայն հնարավոր է դարձնում, որով բարձր գին է վճարում, նրան էլ ծախվում են։ Էլ չեմ ասում այն դեպքերը, որ իսկ երբեմն գուցե նրան գնորդ 1-ն է դրթում գնորդ 2-ից փող վերցնելու։ Էդ էլ է հարց։ Բայց ես ուրիշների պլաններն ու գործողությունները չեմ ուզում էլի այդքան քննարկեմ, իրանք 6 տարի պատերազմից հետո են այդ արել, 2 տարի պատերազմից առաջ են արել, դրանից առաջ էլ իրանց նախնիները եւ նախկիններն են այտենց բաներ արել, ինձ իրանց պլանները մեկ է, իմ համար կարևոր է ինչ ենք անելու մենք, հասարակությունը կանաչ լույս է տվել իշխանապողության համար, առաջի անգամ Որն է դա։ Այն, որ մարդիկ ցույց են տվել, որ պատրաստ են մասնակցել քաղաքական process-ի եւ որ նրանց ավելի մեծ թվով մասը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, քան ընտրել է։ Սա ամենակարևոր փաստն է, որը մեզ որպես ուղերձ թողել են 1.470 քանի հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սա ամենակարևոր ուղերձն է, որ պետք է վերցնել այս ընտրություններից։ Երկրորդ ուղերձը, որ ես ընկալում եմ անձամբ մեզ տրված ուղերձ, դա այն է, որ մարդիկ հոգնել են թույնից եւ կարիք կա նրանց այդ աշխատանքի լրիվ նոր ֆորմատներ մտածելու։ Մենք վաստակած կամ չվաստակած մի շաբաթվա հանգստից հետո սկսելու ենք այդ մարդկանց հետ շփվել նորից, ընդ որում շփումը եւ ֆիզիկական տարածությունում եւ on-line տարածությունում եւ մենք առանձին եւ նրանց հետ միասին մինչեւ 1 ամսվա ընթացքում ամփոփելու ենք անելիքները ու վճռականորեն մանրամասն առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ։
դրա համար կան շատ լավ նախադրյալներ, մեզ դրա համար պետք է շարունակական աջակցություն, այդ աջակցության համար մենք երկու բան կարանք այս պահին արդեն ցույց տանք, դա այն որ մեր մոտ ստացվել է մի ամսում անել այն, ինչ որ Հայաստանի ամենաբան մեծ պոտենցիալ ունեցող գործիչներ գնահատվող մարդկանց մոտ լավ չի ստացվել, մեր մոտ ստացվել է դա անել կոպեկներով, երբ որ մարդկանց մոտ միլիոնավոր դոլարներ ծախսելով, այդ նույն բանը չի ստացվել անել։ Վերջացրած դա զուտ հրապարակային փաստերից, ասենք այսօր լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր սոցիալական ցանցերում գովազդի ծախսերը, թե ում վրա ինչ է նստել իր արշավը, մենք կարելի ասել վերջի տեղում էինք ծախսերով, բայց չեմ կարծում, թե մեր մեդիա արշավները դիտելիությամբ ու տեսանելիությամբ վերջի տեղում էին։ Մենք կարող ենք փող ծախսենք, խնդրում ենք մեզ փող տալ։ Մենք կարող ենք մոբիլիզացնենք մեր ուժերը ու ստեղծագործական միտքը, խնդրում ենք ովքեր էլի ստեղծագործական միտք ունեն, օգնեն մեզ, միանան մեզ, մենք այս շարժումը ժպիտով, առանց թույնի, ուրախ առաջ ենք տանելու մինչև Նիկոլ Փաշինյանի տխուր ուղիղ եթերը։ Լավ, վերջին հարցը ես էլի ձեր մասին կտամ իհարկե, բայց մի հարց էլ, տեսեք, այս ընտրությունները նախընտրական շրջանում գնահատվում էին որպես արտաքին Հայաստանի արտաքին կողմնորոշման վճռորոշ ինչ-որ լուծիչ ջրբաժաններից մեկը, Ռուսաստան, թե Եվրամիություն եւ այլն, բայց այն ուժերը, որոնք շատ կողմ էին, որ կտրուկ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից խզի Հայաստանը հարաբերությունները եւ դիմի Եվրամիության արդեն գործնականորեն դիմի, նրանք չանցան ազգային ժողով, փոխարենը անցան ռուսական ազատության համարում ունեցող երկու խոշոր դաշինքներ։ Ինչու այդպես եղավ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ստապ գնահատեց, որ իր կլենտները շանս չունեն անցորիկ շեմահատելու, հավաքեց նրանց բոլորի ձայները։ Այդ թվում վերջի դեբատի օրը ինքը հստակ տակտիկայով խաղացել է եւ շոյելով, գուրգուրանքով, համբույրներով սպանել է իր քաղաքական աջակիցը հանդիսացող քաղաքական ուժերին, իր կլենտներին։ Այդ մարդը հստակ տակտիկայով գնացել էր այդ բանավեճին, այդ թվում այդ հարցը լուծելու։ 3-4 քաղաքական որ ուժը ինչ նկատի ունեք։ Ի նկատի ունեմ եւ Հանրապետություն կուսակցության հետ տեղի ունեցածը, եւ Արման Բաբաջանյանի հետ տեղի ունեցածը, եւ այլ դրսևորումներ այդ բանավեճի։ Նիկոլ Փաշինյանը հստակ տակտիկայով գնացել է այդ հարցը լուծել, դուրս է եկել։ Ինքը այդտեղ այդքան ընդդիմության հետ խնդիր չի լուծել, ինչքան իր սեգմենտում է հարց լուծել։ Այս մի պատճառ, եւ երկրորդ պատճառն է նա, որ այդ օրակարգի ծառը ջրել է Նիկոլ Փաշինյանը եւ դրա պատուղները բնական է իր զամբյուղում էին հայտնվելու։ Լավ, իսկ իշխանությունները նաեւ ընդ որում ուզում եմ ասեմ, որ այդ աշխարհքաղաքական երկփեղկվածության մասին ընտրություններ նարատիվը զառանցանք եմ ես համարում։ Ինչու՞։ Որովհետև այս ընտրություններում Մոսկվայի ֆավորիտը եւս Նիկոլ Փաշինյանն էր։ Ինչու եք այդպես կարծում։ Այս տեսակ նախընտրական շրջանում գործողություններից են դատում։ Ինչքան ճնշումներ, տնտեսական բազմաթիվ ճնշումներ, ընդհանուր մինչև Եվրամիությունը որոշեց օգնության հասնել, դրանք բացական ազդեցություն չեն կարող թողնել, ընդհանուր մինչև վերական մի քանի հայտարարություններ։ Երբ որ ուզում ես հասարակության կարծիքի վրա ազդես, սանկցիաները կիրառում ես փետրվարին, որ մարդիկ դրա բացասական ֆոնը զգան, որ հունիսին արդեն ինչ որ բան իրանց մոտ փոխված լինի։ Երբ որ դա անում ես մայիսի վերջ, եթե դու տենց ճնշող ես բան, այն ուռա հերոսական փուլի պիկում է գտնվում հասարակությունը, որ հա ինչի՞ց սանկցիաները մեր վրա ոչ է ազդելու են։ Եվ վստահ եղեք, որ ընտրություններից հետո այդ բոլոր սանկցիաները չեղարկվելու են, որովհետև Նիկոլ Փաշինյանից ավելի հարմար մարդ Հայաստանում չկա։ Իշխանությունները նույնպես ասում էին, բայց ընտրություններից արդեն մի քանի օր է անցել եւ այդ սանկցիաները չեն չեղարկվում եւ խորանում են։ Կանցնի, երբ որ ընտրությունների արդյունքները ճանաչելու շուրջ ընտրությունների արդյունքները դեռ չեն ճանաչել եւ Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, երբ որ Թրամփը ընդհանուր մինչև Էրդողանը շնորհավորել են։ Երբ որ այդ պոչիկ խաղացնելու շուրջ բանակցությունները կավարտվեն, դա որն է, ինչ բանակցություն եւ ինչի շուրջ։ Մոսկվան ակնկալում է Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկա 5 տարվա պլանների շուրջ լրացուցիչ քննարկումներ ունենալ, երբ որ այդ քննարկումները տեղի կունենան,
Մոսկվան եւ կշնորհավորի, եւ սանկցիաները կհանի, վերջո ամեն ինչ մեր աչքի առաջ հրապարակային է տեղի ունենում։ Եվ ինչ է տալու Նիկոլ Փաշինյանը։ Ուզում է շարունակել գործընկերությունն այնպես, ինչպես դա եղել է նախորդ 8 տարիներին։ Երբ որ իրանց էական շահերին որևէ վնաս, ռազմավարական վնաս չի հասցվում, երբ որ Մոսկվայի համար խիստ հասկանալիորեն իր դիրքերի թուլացումը կտրուկ չի բերում իր տոտալ հեռացման։ Մոսկվան, ասենք, եթե Նիկոլ Փաշինյանի տեղը, չգիտեմ, ում եք դուք համարում ամենա ռուսամետ քաղաքական գործիչ, այդ մարդը լինել Հայաստանի ղեկավար, իրավիճակը ռեգիոնում լինելու էր նույնը, որովհետև Հայաստանի ղեկավարությամբ չի պայմանավորված Մոսկվայի թուլացումն ու որոշակի դիստանցավորումը ռեգիոնից։ Դա ուժերի բալանսով է պայմանավորված, որովհետև երբ որ ինքը մտել է Ուկրաինա, թուրքերի հետ կարիք է առաջացել պայմանավորվելու ուկրաինական ֆրոնտում հարաբերականորեն ընդունելի վիճակ ունենալու համար։ Դա այն ինչ տեղի է ունենում ռեգիոնում, Մոսկվայի պայմանավորվածություններն եւ վճարած գինը ուկրաինական ֆրոնտում հարաբերական նպաստավոր վիճակ ունենալու համար եւ անկախ նրանից ով կլիներ այստեղ ղեկավար, Մոսկվայի հետ այդ նույն բաները տեղի են ունենալու, այլ հարցը որ կարող է բանստեղ եթերով ոչ թե հերոսանային, այլ հոնգուր լացեին։ Եթե այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լիներ Հայաստանի վարչապետը եւ 21 թվականի ընտրություններին հաղթած լիներ եւ ոչ թե ֆրակցիա ունեցած լիներ ընդամենը, ընդունելի էր Եվրամիության անդամակցելու մասին օրենքը TRIP-ի դեպքում Մոսկվան չեր ունենա արդյոք, եթե իհարկե բանը կհասներ նրան, որ TRIP ընդունվեր, ստորագրվեր, Մոսկվան չեր ունենա իր մասնաբաժինը, հիմա ես մի օրինակ եմ բերում։ Եվրամիությանն անդամակցելու օրենքը չէր ընդունելու Ռոբերտ Քոչարյանը, այնպես չի որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է դա, այտենց մենք արդեն Եվրամիություն ենք մտել կամ այդ օրենքն է մեր ու Եվրամիության հարաբերությունների կարգավորումը։ Մոսկվայի շահերին հակասող քայլեր արվում են, որոնք իրենք ներկայացնում են, որ դա զուտ մեր շահերից է բխում։ Տեսեք, Մոսկվան այսպես թե այնպես ռեգիոնից որոշակի հեռացվածություն ունի։ Հիմա այդ ընթացքում Հայաստանը կարա այդ ինքնըստինքյան տեղի ունեցող process-ում դիվիդենդներ հավաքի ու արևմուտքից ինչ որ քյարեր բոկի, որ այ դա մենք ենք նպաստում, որ դա այդպես է լինում, եւ կարա սա ընդամենը քյար պոկել է, հա, TRIP-ը եւ այլն, մնացած ամեն ինչը։ Եվ կարա մյուս կողմից անի այն ինչ որ դուք եք կանխատեսում կամ ակնարկում, որ կաներ, եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը լիներ, փորձեր բան Մոսկվային ցույց տար, որ չնայած նեղ իրավիճակին մենք բան շարունակում ենք եղբայրաբար եւ հերոսաբար դիմանալ ու դիմադրել ձեր հեռացմանը, էությունը դրանից Մոսկվայի տեսանկյունից չի փոխվում, որովհետեւ ինքը մեր պատճառով չի որ հետաքաշվում ռեգիոնից։ Այն ինչ ստեղ տեղի կունենա այդ ընթացքում, այդ մեր շահերի ու մեր ներքին այսպես ասած կներեք կոպիտ բառի համար բազարների թեմա է Մոսկվայի շահերի տեսանկյունից ինքը սենս տենեն ստիպված է դիստանցավորվի ռեգիոնից այլ հարցը որ արանքում ինչ որ մեկը կփորձեր սիրաշահեր Մոսկվային ինչ որ մեկը կփորձեր սիրաշահեր արևմուտքին բայց ընդհանուր առմամբ այն ինչ տեղի է ունենում մեկը սենս տենենց Մոսկվայի համար այդ նույնը տեղի էր ունենալու որովհետև ինքը պայմանավորվել է Թուրքիայի հետ Ուկրաինական ճակատում ստաբիլություն ապահովելու համար հարավային Կովկասում, թե թույլատնել լծակները հարավային Կովկասում, այդ թվում նաև Հայաստանում, այդ դեպքում ինչու շատ լավ, այդ դեպքում ինչու չի պատրաստվում կամ չի համաձայնում հայկական երկաթուղիների հարցում զիջումների գնալ, ասենք կոնցեսիոն կառավարումը փոխանցել այլ երկրի վերանորոգել կամ տալ Հայաստանին կամ վաճառել Հայաստանին, ինչի՞ չի փորձում, դա մեկ օրինակ է, ոչինչ չի անում եւ չի էլ ցանկանում վերանորոգել, ինչը իր պարտականությունն է։ Որովհետեւ նես չի որ Մոսկվան ուզում է դուրս գա ռեգիոնից, Մոսկվան փորձում է դիրքերը որոշակիորեն պահել, բայց այնուամենայնիվ գոյություն ունեն փաստեր ու միջավայր, որում ինքը ամեն ինչ չի որ կարա անի։ Երկաթուղին վերանորոգելը իր պլաններից չի բխում, բայց հանձնել դուրս գալուն ինքը եւս չի ուզում նպաստի։ Էս է պատճառը։ Շատ լավ։ Առաջիկա 5 տարիներին, եթե տեղի չունենա ձեր կանխատեսած ձեր իսկ խոսքերով հաճախորդների այդ տեղաշարժը եւ իշխանությունը չկարողանա այդ միջոցով ապահովել իր սահմանադրական
մեծամասնությունը որոշ ներողություն, ես կայուն որակյալ մեծամասնության մասին էի ասում, որ ճամբարափոխություններով կարելի է ապահովել, սահմանադրական մեծամասնություն գուցե այդպես էլ չկարողանա ապահովի, որովհետև 8 պատգամավոր ճամբարափոխանելը 8 թե 9 պատգամավոր ճամբարափոխանելը ավելի դժվար է, իսկ դա է պահանջվում սահմանադրական մեծամասնության համար, բայց սահմանադրական մեծամասնության կարիք իրանք մի հարցում են ունենալու, դա սահմանադրություն փոխելն է, ես տեսնում եմ, որ իրանք ձև են գտել առանց պարլամենտի դա անելու։ Ինչպես ստորագրահավաք։ Չեմ ասի։ Ինչու՞, ասեք։ Ժամանակը չի։ Շատ լավ, եթե որովհետև կարիք չկա, որ այդ քննարկումները հիմա սկսվեն եւ մինչեւ բուն process-ը ծամված, ծեծված մի 60 անգամ սովորական դարձած լինեն։ Շատ լավ, որակյալ մեծամասնության դեպքում էլ կարող խնդիր ունենան, չբացառենք, որ չեն կարողանա որոշ ընդդիմությունից որոշակի падգամավորների ներգրավել, այդ դեպքում ինչ կարող է լինել։ Այդպես հնարավոր է 5 տարի աշխատել ազգային ժողովում նման խնդիրներով, թե ինչ, օրինակ, ինչ կարող է լինել։ Օրինակ կարող ինչ որ մեկի տնեցիկին առևանգեն կալանավորեն, ասեն այ որ նոր գլխավոր դատախազը գա բաց կթողի։ Եկեք ընտրենք նոր գլխավոր դատախազին։ Կգա խափանման միջոցը կփոխի։ Այսինքն կգնան այդպիսի ձեր կարծիքով քայլերի, թե կարող է եւ կամովին ոչ թե ձեր ճնշմամբ, ինչպես եւ դուք եք ասում, որ 1 տարի հետո փոս դուրս գալ եւ այլն, արտահերթ ընտրությունների գնալ։ Չի գնա արտահերթ ընտրությունների, չեմ կարծում։ Իհարկե փոփոխականները շատ են, կարող է ասենք, չգիտեմ, երկնքից մի 10% ձեն ընկնի իրանց բան տան բակում ու որոշեն, որ հա հիմա հարմար պահ կամ ընդդիմությունն է շատ կոտրված վիճակում հարմար պահ, այնուամենայնիվ ինքը արտահերթ ընտրությունների գնալու մոտիվացիա չի ունենալու, որովհետև հիմա շատ փխրուն է հավասարակշռությունը։ Հիմա չէ, 2 տարի հետո այդ մարդիկ արդեն տեսել են, որ իրանք 49% զորով շարով են հավաքել։ Իրանք մինչև վերջ չձգեն ավտորիտար բոլոր գայքեքը ու չոչնչացնեն դիմադրության ցանկացած օջախ, նոր ընտրությունները իրանք ձեռք չի տալու։ Իսկ եթե ստեղծվել է պատային իրավիճակ, որ իրանք չեն կարող սահմանադրական մարմինների ղեկավարներ ընտրեն, որովհետև ընդդիմությունը կարում է դրան դիմադրի, դա շատ վատ պահ է արտահերթ ընտրությունների գնալու համար, որովհետև դրանով ցույց է տալի ընդդիմադիր տրամադրված հատվածին հասարակության, որ մի զարկել եւ վերջ։ Գնալ այդ մթնոլորտում ընտրությունների շատ վատ միտք է։ Ասում են, հա դասական կարգին ձևերը կա, ինչի՞ է մի քանի միլիոն դոլար ծախսում ընտրություններ, մեկի տնեցիկին գողանում կալանավորում ես, գորիսի բանտում փագում ես, ասենք տանկին անդամներին տղամարդկանց գաղութ ես նստացնում, տղամարդկանց կանանց գաղութ ես նստացնում, ասում ես դատախազը գա բաց կթողի։ Իսեր Աստծո, իրանք ֆանտազիայի պակաս չունեն, եթե իրանք ֆայմել են Արտուր Օսիպյանին, ասեն թռած ու ինչու չես զոհվել, ֆայմել են սահմանադրական դատարանը շրջափակեն, ֆայմել են մի արտահայտության սխալ ինտերպրետացիայով մարդու վրա 10 տարի ենթադրող սրոք կարեն ու այն Մոսկվայից եկած լեզվի վրա կոնտրոլ չունեցող սիրելի հայրենակցին կարիկատուրայի ժանրով տանեն մի 3 օր ԶՊՎ-ում պահեն միայն նրա համար, որ չկարանա տվյալ օրվա երեկոյան իր ասացի նման հեռանա Հայաստանից, մարդիկ ֆանտազիայի պակաս չունեն, հուշահարների կարիք եւս։ Եվ վերջին հարցը, այնուամենայնիվ, դուք ինչ եք կարծում, որ հենց դուք կարող եք գեներացնել այդ շարժումը իշխանություններին հեռացնելու կամ արտահերթ ընտրությունների, ինչպես դուք եք կանխատեսում, եւ ոչ թե այն ընդդիմությունը, որ անցավ ազգային ժողով, որը ավելի շատ ռեսուրսներ ունի։ Ամեն դեպքում նրանք փողոցային պայքարի եւ այլնի ավելի շատ չասեմ, փորձ ունեն եւ փորձը ցույց է տալիս, որ նրանց հաջողվել է բազմություն հավաքել։ Գուցե ոչ բավարար իշխանապողության համար, բայց հավաքել։ Խնդիր նախ այտենց մրցակցություն չկա իմ ներսում գոնե թե այտենց մրցակցություն չկա, ես չեմ մրցում ոստիկաններից ավելի շատ ծեծ ուտելու, ավելի շատ հայոյանքների արժանանալու եւ նման այլ բաների համար։ Բայց դա ժողովուրդ մարդկանց մոտ ընտրողների մոտ տրամադրությունն է առաջացնում։ Ես ասում եմ, որ չկա իմ մոտ այդ բանը, որ անպայման դա ես պետք է անեմ, ես ասում եմ, որ ես եւ իմ ընկերները, գործընկերները կարծում ենք, որ այդ հարցում
այնպիսի օգտակար գործ կարանք անենք, որը չենք տեսնում, որ հենց այդ նույն ձևի գործ ուրիշը կարա անի, բոլորից դատավորը լինելու է ժողովուրդը, ինչ վերաբերում է անդիմության չկարողանալու հարցին, դա նրանից չի, որ նրանք ինձանից անխելք են, ինձանից վատ մարդ են եւ այլն եւ այլն։ Դա նրանից է, որ չես կարա համ պարլամենտում տենց աշխատանքային մթնոլորտի տրվես եւ այլն, համ մյուս կողմից փողոցում կարողանաս հաղթել, չի լինում այտենց այս երկրի սահմանադրությունը, իրավաքաղաքական շրջանակը տենց չի գրած, որ դու դա կարողանաս անես, որովհետեւ այդտեղ էլ ես ուրիշ հարց գտամ։ Դուք ինձ հարցնում եք այդ մոտավորապես այդ ինչով եմ ես իրանցից լավը, ես էլ հարցնում եմ, իսկ իրանք ելք դաշինքից ինչով են լավը, ելք դաշինքը ժառանգությունից ու հակից ինչով էր լավը, ժառանգությունն ու հակը իրանցից առաջ եղած բլոկներից ու ուժերից ինչով էին լավը։ Ես հիշեցնեմ, որ ելք դաշինքը խորհրդարանական ուժ էր, երբ որ հեղափոխությունը գեներացրեց։ Ելք դաշինքը խորհրդարանական ուժ էր, երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց դա այդ հեղափոխությունը նախ ելք դաշինքը չի արել, երկրորդ պարլամենտական իրանց որևէ լծակ դրա հետ որևէ կապ չի ունեցել։ Ով է արել։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական հասարակությունն են դա արել։ Իսկ օրինակ իրանց պարտներները ավելի հակված էին երկու հանձնաժողովի նախագահի պաշտոն ավել փոք էին Սերժ Սարգսյանից։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը դա եւս չէր անելու, եթե իր աչքի առաջ չլիներ այն հեռանկարը, որ վերջի անգամ Միքայել Մինասյանի հովանավորության եւ այլ գործիչների միջնորդության բերումով կայացավ ելք դաշինքը, որ իրանց զորով շարով կարողանան խցկեն պարլամենտ։ Ինքը գիտեր, որ հաջորդ անգամ չի ընտրվելու, ինքը երկրորդ տարբերակ չուներ, իսկ այս ընդդիմությունը ունի ենթադրություն, որ հաջորդ անգամ ավելի շատ է ստանալու։ Այդ ենթադրության պայմաններում փողոց դուրս գալը պրոբլեմա լինելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Նահապետյան, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ամեփլյուսի տաղավարում էր բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։